Ընդ որում փախել ճողոպրել են, այդ թվում, ընդ որում 44 օրյա պատերազմի ժամանակ էլ այն պլանի ներքո, որ այդ բանի այդ ճողոպրումը ներկայացվելու է որպես Հայաստանի կառավարության դավաճանություն եւ դրա բանի ծխածածկույթի ներքո Հայաստանի Հանրապետությունում իշխանապողություն են անելու։ Չկարողացան անել, գիտեք ինչ պատճառով։ Որովհետեւ իրանք ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդը չեն։ Այդ մարդիկ չեն ներկայացնում ու չեն ներկայացրել երբեք Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ չեն ունեցել լեգիտիմություն։ Չեն ունեցել լեգիտիմություն։ Ժողովուրդը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանին մի անգամ ընտրել է, դրանից հետո չի ընտրել։ Նրանք երբեք Հայաստանի լեգիտիմ ղեկավար չեն եղել։ Եվ այդ է եղել պատճառը Ղարաբաղի վերջին ներկայացուցիչները, նրանք լեգիտիմություն չեն ունեցել ընդհանրապես։ Նրանք ում ներկայացուցիչն են, ընդհանրապես ում են ներկայացրել, այդ հարցը պետք է պարզաբանվի եւ այս օրերին այդ հարցն է պարզաբանվում։ Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ նրանց քաղաքական ուժերը ներկայացնում են ում ասես, բացի Հայաստանի ժողովրդից։ Նրանք Հայաստանի ժողովրդի հետ կապ չեն ունեցել երբեք։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանն նա, որ իր առաջնորդությամբ Հայաստանը եւ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ։